մակարդակի է իջել, ես կպատասխանեմ այդ հարցերին, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ խուսափում եմ։ Որտեղ կանգնեցինք։ Հա, հիմա ինչ քայլեր եմ ձեռնարկելու։ Ես իհարկե ցանկացած քայլ, որը կկատարեի, պետք է այդ ասպեկտից մեկնված իրականացվեր։ Հիմա տեսեք, ինչ կարող էի ես անել։ Ես կարող էի դադարեցնել իմ ծառայությունը, խնդրել դադարեցնել իմ ծառայությունը, բայց դադարեցնելու դեպքում ես մտավախություն ունեի, որ պետք է լցնեմ ջուր այն մարդկանց ջրաղացին, ովքեր որ ստեղծել են այս հերյուրանքը։ Վերջիվերջո նրանց նպատակը դա է։ Երկրորդը, եթե շարունակեմ իմ պաշտոնավարությունը, տպավորություն պետք է ձևավորվի, որ բացարձակապես առհամարած ունեմ հանրային ընկալումները, կարծիքը։ Իհարկե ես այդ հարցին ժամանակի մեջ կանդրադառնամ։ Անցյալ օրը կարծեմ մեր լրագրողներից մեկը այդ հարցը ինձ տվեց, ես իրեն պատասխանացի, որ ոչ, ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դիմել դադարեցնելու, միայն այն պատճառով, որովհետև ինչ որ մարդիկ այդպես են ուզում։ Բայց կարող է հասնի պահը, եւ ես զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելու կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելու, կարող է օգնել, որպեսզի մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն, եւ եթե ես եմ խանգարող հարցի օբյեկտիվ քննությանը, իհարկե ես ցանկացած լուծումի պատրաստ եմ, բայց դա պետք է ես գնահատեմ, տեսնեմ։ Եվ երրորդը, եկեղեցական իշխանությունը ինքը կարող է գնահատել, դա անհրաժեշտ է թե ոչ։ Հիմա ըստ էության առաջարկվել է, որ ես իմ ծառայությունը դադարեցնեմ։ Ըստ էության իրավական լեզվով ասած խափանման միջոց է կիրառվում։ Հիմա խափանման միջոցը, երբ որ կիրառվում է, նպատակը ո՞րն է։ Նպատակը հետևյալն է, չէ՞, ես տրամաբանորեն եմ ասում։ Այդ միջոցը կիրառվում է ծառայությունը դադարեցնելու։ Մեկ, որպեսզի ես հնարավորություն չունենամ ազդելու հանձնաժողովի օբյեկտիվ քննությանը, որի հնարավորությունը ես չունեմ, կամ համենայն դեպս այդ հնարավորությունը չի նվազելու իմ պաշտոնաթողությունից հետո, որովհետև ես այսպես կամ այնպես հանձնաժողովի անդամների հետ հարաբերություններ ունեմ։ Եպիսկոպոսները։ Ինչպես։ Այն ինչ որ հրապարակվեց հանձնաժողովի անդամների, իհարկե ոչ բոլոր, իհարկե ոչ 7 հոգի են, բայց 7-ից մեկը չէ ստորագրել, երկուսինն էլ ստորագրությունները չկար, ուղղակի նշան էր դրված։ Ну ենթադրաբար։ Հիմա նպատակը ո՞րն է կասեցմանը, որպեսզի ես հնարավորություն չունենամ ազդել իրենց քննության օբյեկտիվության վրա։ Ես այսպես կամ այնպես այդ հնարավորությունը չունեմ։ Կամ եթե ունեմ, իմ հնարավորությունը չի նվազելու, եթե ես իմ պաշտոնավարությունը դադարեցնեմ, որովհետև այսպես կամ այնպես ես անձանց հետ որոշակի հարաբերություններ ունեմ։ Երկրորդը, խափանման այդպիսի միջոցը կիրառվում է, որպեսզի մարդը հնարավորություն չունենա գործել նույն հանցանքը։ Հիմա տեսեք, ինձ մեղադրում են ինչի մեջ։ Ինձ մեղադրում են իմ կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, կենակցելու մեջ եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա եթե դուք իմ պաշտոնավարությունը դադարեցնում եք, ես զավեշտական է, ավելի մեծ հնարավորություն եմ ունենում այդ նույն մեղքը գործելու։ Ուրեմն նպատակը ո՞րն է։ Պարզ չի, որ նպատակը զուտ քարոզչական է։ Նարեկ ջան, երբ որ դուք ուզեք հարց տաք, ձեզ խանգարելու ենք։